Արագ պատմեմ դրանից հետո կաղոթենք։ Էշը վագրին ասում է, հոտը կապույտ է։ Վագրին ասում է, թելքը թրցրել ես կանաչ է։ Ու սկսում է վիճել։ Էշը գործը հասցնում է թագավորին, առյուծին, ասում է, առյուծ արքա, թագավորն ապրած կենա։ Հոտը ինչ գույնի է։ Ես այս վագրին ասում եմ, որ կապույտ է, ինքը ասում է, չէ, կանաչ է։ Առյուծը վեհանձնորեն իր տեղից ասում է, իհարկե կապույտ է։ Ու այս վագրը պապանձվում է ներսում։ Լինում է տենց իրավիճակ, որ պապանձվում ես արդարությունից։ Ներսում է ասում ես ոնց թե, արքան էլ խոստովանեց։ Արքան ապրած կենա, ոնց թե կապույտ է։ Ու ասում է, հա կապույտ է, եւ այս դեպքի կապակցությամբ այս հոդվածներով 5 տարի պետքա վագրը լռի եւ չխոսի։ Դատապարտում է վագրին։ Ու էշը գոռալով, կապույտ է, կանաչ խոտը, կապույտ է ու գնում է զռալով։ Ու վագրն ու առյուծը մնում են իրար դեմ։ Վագրն հարցում ասում է, արքա, բայց խոտը արի խոստովանենք, որ կանաչ է, չէ՞։ Ասում է, հա իհարկե կանաչ։ Բա ինչի ասեցիր կապույտ է։ Ասում է, ես դրա համար չեմ քեզ դատապարտել։ Դու ուրիշ հոդվածով ես դատվել։ Դու դատվել ես էշի հետ։ Խոսակցության մեջ մտնելու պատճառով։ Ինչի ես վիճում։ Ես կարծում եմ շարունակությունը չկա, ես կարծում եմ վագրը այսպես գլուխ կախ գնաց ապաշխարելու։